Պարոն Յանուկյան, իմնեմնիմի ոդքասթի հեղինակներին ձերբակալեցին, այնուհետ կալանավորեցին, որքանով էին այս գործընթացները համաչափ կամ իրավաչափ։ Իրավաչափության մասին այստեղ խոսք լինել չի կարող, մանավանդ որ ուրեմն ձերբակալվել է նա խուլիգանության ինչ-որ հոդվածով, իսկ խուլիգանությունը ինչ-որ գործողություններ է ենթադրում, ես կես տղաները ընդամենը ինչ-որ խոսքեր էին ասել ի պատասխան Ալենի հայհոյանքների, Ալենի վիրավորանքների, այնպես որ այստեղ իրավաչափության մասին խոսք լինել չի կարող, ավելին ասենք որ ուրեմն նրանցից բացի ձերբակալվել է նաև Դավիթը, այդ անտիխեյքի աշխատակից, ինչ-որ ծիծաղելի մեկնաբանությամբ, թե նա խոչընդոտել է իրավունքի ինչեր, իրավապաշտպանների գործողություններին, այնինչ պարզվում է, որ նա ընդամենը այդ օֆիսի դուռն է ուշ բացել, ուրեմն դա համարվում է խոչընդոտ, եւ սրանք ու մարած իհարկե ձերբակալվել է ողջ գույքը, բայց իմնեմնիմի իմացա միայն լուսարձակներն են թողել զուտ են պատճառով լուսավորման սարքերը զուտ են պատճառով որ դրանք մեծ են չեն կարողացել տանել այնպես որ այստեղ իրավաչափության մասին խոսք չկա իսկ համաչափությամբ իհարկե սա համաչափ է Հայաստանում ընթացող գործողությունների ուրեմն խոսքը գնում է այն մասին որ Նիկոլի եւ ուրեմն նրա այդ շրջապատի հանդեպ քննադատական խոսք հնչեցնելը համարվում է Հայաստանում ուրեմն շատ մեծ ինչ ասեմ եւ խախտում այն process-ների, որ Նիկոլն է առաջ փորձում տանել եւ մանավանդ որ դրանից մի քանի օր առաջ ուրեմն հերարցակ էր նրանց մոտ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը, որտեղ նա բավականաչափ շատ շերտեր էր բացահայտել, թե ինչպես Նիկոլ եկավ իշխանության, թե ինչպես նա հանձնեց Արցախը, ինչպես է հիմա հանձնում Հայաստանը։ Այնպես որ այո, համաչափ է, բայց ոչ իրավաչափ։ Մի շարք լրագրողական կազմակերպություններ են սրան անդրադարձել, նշելով, որ այս գործողությունները դատապարտելի են եւ հարիք չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։ Դուք սա դիտարկում եք ազատ խոսքը լրացնելու համատեքստում։ Միարժեքորեն ազատ մամուլը Նիկոլին շատ է խանգարում, հիմա ասենք այն ժամանակը չի, որ ազատ մամուլը ասենք միայն եթերով հեռարձակվող հեռուստատեսություններն էին եւ կարելի էր մի ռուբիլնիկով ուրեմն անջատել նրանք, այստեղ ավելի բարդ է, ուրեմն հիմա կա ինտերնետ, հիմա կան փոդքասթեր, տարբեր այլ ֆորմատներ եւ պետք է ավելի կոշտ ու ավելի բարդ մեխանիզմներ գործարկել։ Իհարկե հիշենք, որ նաեւ հին մեխանիզմները ուրեմն չեն դադարել, օրինակ բավականին անմեղ շողակաթ հեռուստատեսությանը, ասենք, եթերից զրկելու փորձերը, բայց հիմա բավականին կոշտ ուրեմն ոստիկանական մեթոդներով լրացում են նաև ինտերնետ կայքերը։ Հասկանանք, որ Նիկոլը ինքը լինելով նախկինում մամուլի աշխատող, շատ լավ է հասկանում մամուլի դերը, շատ լավ է հասկանում, որ հենց մամուլում մանիպուլյացիաների շնորհիվ նա հասավ իրենց վիճակին եւ նրա համար հիմա արդեն ճիշտ խոսք ասող, ճշմարիտ խոսք ասող մամուլը դարձել է լուրջ թշնամի, քանի որ նա շատ լավ է հասկանում մամուլի հզորությունը։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Ալեն Սիմոնյանն ասաց, որ հայհոյանքներ հնչեցնելն ու սպառնալը չպետք է տեղ ունենան։ Համաձայն չեք։ Տեսեք, նույն Ալեն Սիմոնյանը բավականաչափ խուլիգանություններ է արել, ասենք հրամայել է, որ իր տիկնապահները բռնեն ինչ-որ քաղաքացու ինքը թքել է նրա վրա, պարզապես, Նիկոլը ինքը շատ ավելի գռեհիկ խոսքերով է, ուրեմն ուղիղ եթերով դիմել Հայաստանի քաղաքացիներին սպառնացել տարբեր մարդկանց եւ ուրեմն այս ամեն ինչի հանդեպ չի եղել ասենք նույնպիսի վերաբերմունք կարծես բաները գրավները բարձրանում են եւ ենթադրենք փոխանակ Նիկոլը հրամայ ենթադրենք Դանիել Հովհաննիսյանին որ նա հաղորդումով դիմի նա ուրեմն ստիպում է որ Ալենը այդ հաղորդումը տա այսինքն փորձում է գինը բարձրացնել այս ամեն ինչի այս ամեն ինչը արվում է այս ամեն ինչին ավելի մեծ հնչեղություն հաղորդելու համար նրա համար որ ուրեմն այլ մամուլները վախենան այո բառացիորեն վախենան եւ իհարկե ստեղծումը Հայաստանում ընթացող քաոսը ավելի է խորանում ես ճիշտ ասած այս ամեն ինչը կապում եմ այսինքն միայն ես չէ բոլորն են կապում նախընտրական process-ների հետ ամեն ինչը ուրեմն սկսած Սամվել Պետյանի ձերբակալելուց նրանից հեծախլելուց ուրեմն
սրբազաններին ձերբակալելը, չգիտեմ, այս ստեղծվող ամբողջ քաոսը, հա, դրան գումարած Նիկոլի հայտարարությունը, որ փաստորեն այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը բավականին լայն է լինելու, չգիտեմ դրա վրա ուշադրություն դարձրել եք թե չէ, հիշում եք, նա ասաց, ուրեմն կլինի երկաթուղի, ավելի հյուսիս կլինի էլեկտրական գծեր, այսինքն այս ամբողջը ուրեմն Զանգեզուրի միջանցք է, որը որ պետք է տարվի, որը որ պետք է Հայաստանից օտարվի։ Եվ այս ամեն ինչի մեջ ուրեմն նա հիմա շատ արագ գնում է ընտրությունների։ Ես կարծում եմ, որ Նիկոլը կգնա արտահերթ ընտրությունների, որպեսզի, ասենք, մյուս քաղաքական ուժերը, որոնք որ կամաց, հիշում եք այն հին խոսքը, ասում եմ, մինչև դու 1, 2, 3, 4, ինքը 1, 2, 1, 2, այդ ասում 1, 2, 1, 2-ը, ուրեմն նա արագ կգնա արտահերթ ընտրությունների, քան որ իր համար էլ է դժվար այսքան մարդու բանտում պահելը, ես համոզված եմ, որ կլինեն նոր ձերբակալություններ, ստեղծված է իրական քաոս։